Զգացողություններն ու ապրումները սկզբից շատ ծանր էին, որովհետև ինքս լինելով երիտասարդ տղա շատ հարցեր է առաջանում, թե ինչի, ոնց։ Երիտասարդ տարիքում Արյան քաղցկեղ ախտորոշման հետ առերեսվելը հեշտ չի եղել, թեպետ արդեն հասցրել է հաշտվել, բայց ոչ հանձնվել։ Յուրաքանչյուր հիվանդ պետք է հենց սկզբից էլ իմանա իր դիագնոզի մասին, խորհուրդ կտան, որ իրանք իրենց մեջ էլ մի քիչ վերլուծեն այդ ամեն ինչը ու սկսեն պայքարել դրա դեմ։ Առաջնահերթ մարդու պայքարն է իրան օգնում։ Այն պացիենտը, որը գիտի իր ախտորոշումը եւ ճիշտ ձևով մարտական է տրամադրված, բժիշկներ է շահում եւ պացիենտն է շահում։ ԱՀԿ-ի տվյալներով քաղցկեղ ունեցող մարդկանց մոտ 50%-ի դեպքում ախտորոշման մասին լուրը դառնում է կյանքի ամենածանր հոգեբանական փորձությունը, բայց դա հենց այն պատճառն է, որը հաճախ որոշում է՝ բուժումը սկսվելու է վախով ու կասկածներով, թե լավատեսությամբ ու վստահությամբ։ Նա չի սպասում բժշկից կտրուկ բժշկական ֆրազաներ։ Անգամ այդ դեպքում ինքը սպասում է կարեկցանքի խոսքեր եւ սպասում է ոչ թե դատավճիռ, այլ ախտորոշում։ Քաղցկեղով հիվանդներին տեղեկացնելը հիվանդության մասին ամենանուրբ եւ ամենահարգանքով ու հոգատարությամբ թեման է ու շատ բարդ է ինչպես բժշկության, այնպես էլ հոգեբանության մեջ։ Բավականին տարիների ընթացքում արդեն եկել ենք մի փոքր դրական տեղաշարժի։ Սկզբից շատ էի խուսափում հոգեբանի այդ աշխատանքներից, բայց հետո հասկացա, որ չէ, շատ է օգնում։ Խոսում ես, բացում ես քո սրտի խոսքն ես կիսվում մարդկանց հետ։ Շատ կարևոր է հարցադրումները, դուք մենակ չեք, մենք այս փուլը միասին կանցնենք, քանզի հաճախ դեպքեր է լինում, երբ հարազատները խոչընդոտում են ինֆորմացիան մեզ տեղեկացնելու եւ բժշկին եւ հոգեբանին, որը որ շատ դժվար է լինում հիվանդի հետ աշխատանքը, որը որ վնասում է կապը, վստահության։ Լուսինեն այն մարդկանցից է, ում համար քաղցկեղի դեմ պայքարը հաջողությամբ է պսակվել։ Այսօր արդեն ուրախությամբ կիսվում է իր հաղթահարած փորձության պատմությամբ։ Ես այդ պահին 27 տարեկան էի, հղի էի, առաջին բալիկովս։ Իրականում սիմպտոմները միշտ եղել են աննկատելի միգուցե իմ համար, կամ եղել են բացատրելի հղիության տեսանկյունից։ Ես կարող եմ ասել, որ մարդը այդքան լուրջ չի վերաբերում իր խնդիրն, մինչև չի իմանում բուն պատճառը։ Յուրաքանչյուր ախտորոշում պետք է դառնա ոչ թե վախի, այլ վստահության պատմություն։ Շատերն են նշում, նման իրավիճակում առաջին ու կարևորագույն դեղամիջոցը բժշկի խոսքերն են, որոնք ներշնչում են հույս, որ դժվարին ճանապարհին մենակ չեն լինելու։ Հիմա ես շնորհակալ եմ, բոլորից եմ շնորհակալ, ինձնից եմ շնորհակալ, ամեն ինչի համար շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ բուժումը շատ ծանր չէր համեմատաբար մեկ այլ ուրիշ հիվանդների։ Շնորհակալ եմ, որ դիագնոզը շատ ավելի վատը չէր, քան կարող է լինել։ Շնորհակալ եմ, որ բուժվեցի, հանդիպեցի ճիշտ մարդկանց, եղա ճիշտ վայրերում։ Շնորհակալ եմ, որ ամեն դեպքում մնացի Հայաստանում, չգնացի արտերկիր բուժվելու, դրանից էլ էի շատ վախենում։ Դրա համար ինձ թվում է հետո արդեն ավելի հեշտ եղավ ու հիմա արդեն լավ եմ։